Պատվարժան դատարան, ես պարզապես ձեր վերջի մեկնաբանության հետ կարճ ռեպլիկ եմ ուզում անել։ Հիմա մենք շենքն ենք կառուցում, ըստ էության, բայց սկսել ենք 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այդ շենքը հիմք չունի։ Հետևաբար, բազմիցս երբ մենք խոսել ենք, թե ինչից պիտի սկսի սա, սկսում է հիմքերից։ Հիմքերը որոնք են։ Նախորդ անգամ մեր պաշտպանները հստակ կերպով ասացին, այն ձայնագրությունների թույլատրելիության սկիզբը, ինչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր թե ձայնագրություններ անելու համար։ Սա ամենակարևոր հիմքն է, իսկ մնացած բաներ են առանցքային, որոնց մասին սաղքատ խոսել եմ եւ անկեղծորեն ասած նաեւ հոգնել, բայց դա չի որևէ ձևով սպառում մեզ։ Ես հստակ ասում եմ հիմա, քանի որ այսպես է զարգացել, երբ դուք ասում եք հետագայում կանենք, հետագայում հետ չենք գալու հիմքը սարքելու։ 3-րդ, 4-րդ հարկից իջնելու ենք նոր հիմք սարքենք, չէ։ Պարզ է դա, չի լինելու այդպես, բայց ես հիմա հայտարարում եմ, ինչպես նախորդ դատին եմ հայտարարել, նախորդ նիստին ներողություն հայտարարել, ես բացարձակապես այդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ, թող մեկը ապացուցի ինչ-որ ձևով, որ ես եմ, կամ Իգորն է, կամ Տիգրանն է, կամ Հայկն է, կամ Կարոնը, կամ Արթուրն է, կամ Լիդիան է, որևէ մեկը չկա, նման բան չի կարող ապացուցել լինել։ Ինչքան էլ ուզում է ձայնագրություն ներկայացնել, նախ չի կարող ապացուցել լինել, թե որ մեկն է դա, ով է ընդհանրապես, եւ երկրորդը չի կարող ապացուցել լինել, որ շատ ողջամիտ կասկածը, որ դրանք մեկը մյուսով սարքված, հավաքված ըստեղից ընդեղից երևույթներ չեն։ Հիմա սա մենք չենք քննում, գնում ենք քննելու ինչ-որ խոսակցություններ։ Է շատ լավ, քննենք։ Ես ասում եմ, որ հիմիկվանից պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ընդեղ չեմ եղել։ Վերջ։ Հիմա թե ինչ են ապացուցելու, ինչ փաստ են բերելու, չգիտեմ, ես չեմ եղել ընդեղ, եթե այս ժողովրդից որևէ եթե չկա խոսակցությունը, չկա այդ բոլոր ապացույցների հաստատումը, ես էլ ասում եմ, որ ես չեմ եղել, դե հաստատեք, շնորհակալ եմ։ Ես լսեցի ձեր մտահոգությունները, այդ պարտականությունը յուրաքանչյուր կողմը ապացույցը ներկայացնելիս, պարտականությունը դրված է մեղադրանքի կողմի վրա, մեղադրանքի կողմի ապացույցն է, մեղադրանքի կողմն էլ թող բարենին ներկայացնի։ Սրա մասին է խոսքը։ Ներկայացնի ինչը, ապացույցն է ներկայացնում եւ դատարանին թող փորձի համոզել ներկայացած ապացույցով այն ծավալով, որը ներկայացել է, մեղադրանքը թող փորձի համոզել։ Պաշտպանական կողմն էլ իր տեսակետն է ներկայացել, որը որ դատարանի կողմից ընդունվել է մասամբ, պաշտպանական կողմն էլ իր տեսակետը կներկայացնի, որը որ բավարար չի լինի, պաշտպանական կողմը նորից եմ կրկնում 334 հոդվածի կարգով կարող է միջնորդել եւ քննության առարկա դարձնել այդ ապացույցների ծավալը լրացնելու։ Այսինքն եթե ինչ հիմքում դրված նշում եք ապացույցների առկա չեք, ես չեմ մերժել, նորից եմ կրկնում կողմի միջնորդությունը, եւս մեկ անգամ եմ կրկնում։ Ես ասել եմ հետեւյալը, դատարանը հետեւյալ որոշում է կայացրել։ Արգելի դատարանության մասնակիցներ, ապացույցները ներկայացրած այն ծավալը, որ դատարանը սահմանել էր, կներկայացնել 334 հոդվածի կարգով միջնորդությունները կանեք լրացնելու առումով։ Այդտեղ որևէ բան չկա, ոչ այստեղ հետաձգելը չի նշանակում, որ դա հենց այնպես ուղղակի բաներ է վերացվեց։ Ճիշտ հասկացեք, սրա մասն է խոսքը։ Չգիտեմ, կարողացած պարզաբանել որքանով որ հասկանալի է ձեր դիրքորոշումը, ձեր ասածը։ Ես չեմ ուզում էլ երկարել անկեղծորեն ասած, բայց չեմ էլ ուզում վերջնականապես իմ ասելիքը չասել, երևի չեմ կարողանում բացատրել։ Իմ ասելիքը հետևյալն է, որ այս ամբողջ գործի մեջ, ծանր մեղադրանքով գործի մեջ,
2 խոսակցություն ավել, 10 խոսակցություն պակաս, 100 խոսակցություն ավել, 50-ը պակաս, բացարձակ դերակատարություն չունի։ Այստեղ կան էական առանցքային խնդիրներ եւ հարցեր, որոնք լույս են սփռում ամբողջ եղածի վրա։ Սա շատ ծանր մեղադրանքի տակ են մարդիկ դրել։ Եվ մարդիկ առանց ամաչելու սրա մասին խոսում են։ Հիմա դուք կամ մեղադրող կողմը թելադրում եք, որ մտնենք մանր դետալների մեջ ինչ-որ խոսակցությունների, բայց մոռանանք հիմնական մասը, դուք ասում եք հիմնականը տանենք, հետո կքննենք, մանր խոսակցությունները հիմա սկսենք քննել, ախր ես չեմ պատկերացնում, որ այդպես ճիշտ է, դուք եք որոշել, հարց չկա, այդ խոսակցություններն էլ մի բան չեն խորքում։ Հիմնականի ես չեմ ընդհանրում, եթե ապարտեցիք, ուզում եմ ասել, դրանք էլ խորքում մի բան չեն, բայց հիմքը տալիս ինձ կոնկրետ ասելու, եթե ես ամենասկզբից ի վեր պատրաստ էի ընդունելու սրանք որպես խոսակցություններ էական ներողություն, սրանք որպես այսպես կոչված ապացույց, որ ես ասում եմ փաստը միգուցե, բայց ոչ ապացույց։ Հիմա ես տեսնելով, որ իրավական իմաստով որևէ ձևով չեմ կարողանում ներս թափանցել խնդրի էության մեջ, ասում եմ, որ ես չեմ եղել այնտեղ։ Եվ վստահ եմ, որ այստեղ ում հետ են իրենք խոսել, այդ ինչ խոսակցություններ են ընդհանրապես, ամոթ այդ խոսողներին։ Ինչ է դա, ես չեմ ասում։ Շնորհակալություն, ներսում կարողանաս։ Ավելին ասեմ, դուք նաև չեք ընդունում այդ խոսակցությունները այն առումով, ձայնագրավորումները, մի որոշ դատական մի քանի նիստ առաջ նշեցիք, որ չի բացառում կամ նաև մեծ է հավանականությունը, որ դրանք մոնտաժված են, որ դրանք չեն պատասխանում բովանդակային առումով։ Ես հիշում եմ ինչ որ ասում։ Գիտեք ինչու եմ ես դա ասում։ Պատվարժան դատան, դուք մեզ իրավունք եք տալիս 1000 շերտով մեկնաբանել հարցը։ Երբ ես անընդհատ խոսում եմ, երբ դուք իրավացիորեն նշեցիք, երբ խոսում եմ, որ գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից, ախր սա պատասխանատվության հարցը, պատվարժան դատան, շատ մեծ պատասխանատվության հարցը, երբ երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկը, որ կոնկրետ զբաղվում է մարդկանց կյանքով, խորհրդարանի ամբիոնից հայտարարություն է անում, ու դա հետևանք չունի որևէ ձևով, մեզ իրավունք է տալիս ամեն գնով, ինչ ասես ասելու, ասենք դաշտը լրի բաց է, եթե փորձակնություն մարդը խոստացել է, որ փորձակնություն պիտի անի, չէ, պարոն Սարգսյանի, Արթուր Սարգսյանի այդ անձեռնմխելությունը զրկելու ժամանակներ։ Խոստացել է փորձակնություն, գնացել են հմեկով հայտարարել են, որ սրանք մոնտաժված չեն, հստակ են, կտրտված չեն, սա են նա են։ Շատ լավ ես ասում եմ, շատ լավ, ընդունում եմ։ Բա ուր է դա 9 ամիս հետո, 10 ամիս է լինում արդեն, ուր է այդ փորձակնությունը։ Ախր ինչպես կարող է, հասկանում եք, սա է ինձ նեղություն տալիս, հավատացեք, ուզում եք 27 տարվա, 100 տարվա ոտված թող լինի։ Չի կարող երկրի բարձրագույն պաշտոնյա մարդկանց կյանքով զբաղվող այդպիսի հայտարարություն անի, ինքը իր խոսքին չհետևի եւ որևէ մեկն էլ չհետապնդի այդ հարցը։ Հիմա դուք մեզ իրավունք եք տվել, 10 ամիս հետո ասելու, որ մենք չենք եղել այնտեղ, ինչ ձայնագրություն, ինչ բան, այդ ինչ թեմա է ընդհանրապես։ Այսինքն թեկուզ եւ մենք եղած լինենք, ես եղած լինեմ, մարդը ինձ իրավունք է տվել եւ դուք էլ հաստատում եք դա, որ ինչ ուզում ես խոսի, ոչ փորձակնություն կա, ոչ սա կա, որ այնպես ինչպես այդ քննչական կոմիտեի ղեկավարը փախցրեց ինքը իր բերնից, իր ինչ ասեմ, իր ոգևորության աստիճանի վրա, ասելով, որ իմ ձեռքով գրված թուղթ կա։ Սրան էլ պատասխան չկա, ոչ մի ձև, ոչ մի իրավական հետևանք, ոչ մի բան։ Եվ ո՞նց կարող է այսպես լինել։ Սա որտեղ է ճշմարտությունը։ Բանկա մեղադրանքի կողմը թող ներկայացնի։ Բայց ինչ ներկայացնի, իմ ասածները պատվարժան դատարան։ Հիմա ես մեղադրանքի կողմին կարող եմ հարցնել, ասեմ, փորձակնությունը բերել եք։
դատարանն էլ իրավունք չունի պահանջելու այս պահին։ Բա ինչ ունի իրավունք դատարանը։ Դատարանը ներկայացած ապացույցների ծավալի սահմաններում քննարկվում է, եթե կողմերը ցանկանան լրացնել, հետագա փուլում անդրադառնալու միջնորդություններին լրացնելու Ես իրավունք ունեմ հարցնելու ասելու փորձակնությունը բերել եք սրա։ դուք ձեր ցուցմունքով կարող եք հետագայում Ես էլ ինչ ցուցմունք, ես ցուցմունքները լրիվ տվեցի վերջացրեցի։ Ես չեմ եղել այնտեղ։